Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 37 տարի հետո մարդկային քայլ կատարվել մեր իշխանությունների կողմից, թե չգիտեմ, մեր տրանսպորտի նախարարության կողմից մենք այնքան երջանիկ ենք զգում, որ էլ չեմ կարող դա նկարագրել այդ չափը։ Հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սովորել չգիտեմ ինչ ճանապարհներով բերել այստեղ դնել այդ տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս կետից ինչ-որ մի կարճ բեկետ, դա աններելի է, դա անընդունելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս տանից 5 հոգի դուտակալի աշխատանքի, որի երկուսս ինվալիդ է, երկրորդ կարգի, 1 կիլոմետր պետք է ճանապարհ գանք, 1 կիլոմետր գտնվում է ներքևում էր, որտեղից սկսվում է 25-ը և վերջանում է մանումենտում, չէ, մենք սկզբից ենք նստում։ Բացառությամբ, լսեք, մենք դրանք հատենք, որ գիտենք դրանց։ Հիմա նայեք, այստեղ հարյուրավոր երեխաներ քաղաքի դպրոցներում սովորում են։ Իմ երեխաները ամեն օր թորներս գնում են դպրոց վերադառնում են։ Բայց ինչպես նրանք կարող են ամեն օր մենք այդ ընտանիքը ծնողի վիճակի է հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնա կրթվի վերադառնա։ Ծնողը Պրոշանում ոչ արտադրական հիմնարկ կա, ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ։ Նրանք բոլորը կապված են քաղաքի հետ։ Այս ավանը լիովին կապված է Երևան քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում, ինչ է նշանակում տեղական մարզային տրանսպորտի միջոց։ Ոչ, սա քաղաքային տրանսպորտից պետք է օգտվի ու որոշումը ճիշտ է։ Իսկ ծրագիր ունեք, ինչ եք անելու, եթե ամեն դեպքում ձեր բողոքը չբավարարվի։ Ոչ մեկը, ես ուղղակի պատասխանատու հայտարարություն եմ անում, ոչ մեկը այդ դրված ավտոբուսներից ոչ մի քաղաքացի չի օգտվելու։ Միանշանակ, միաբերակ, այո, չենք օգտվելու, մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը օգտվի։ Ոտքով կգնանք, չենք օգտվի։ Թողեն ժամանակ մտածեին, ինձ թվում է, որ սա Պրոշանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, կներեք ինձ, 1000 ներողություն եմ խնդրում։ Իրավունք ունեք, արտահայտեք։ Այո։ Ճիշտ եք ասում։ Վերջ, սա է մեր վերջնական որոշումը։ Բարև Սերգո ջան, 1000 բարի տղես։ Սա ինչ եք որոշում, հիմա ես… Մենք չենք հրաժարվում, միանշանակ չենք հրաժարվում։ Եվ շարունակելու ենք, և խնդրում ենք, պահանջում ենք այս կազմակերպությունը, ով տրամադրել է տրանսպորտի միջոցը, Պրոշանի ժողովրդի վրա լույս է եկել, հասկանում եք, մարդը ապրում է քաղաքացին, որպեսզի քայլի, որ գնա հայթայթի ապրուստի միջոց, բայց որտեղ հայթայթեմ այս Պրոշանում, ես պիտի քաղաք գնամ գամ, ինչպես։ Այսինքն ես ուզում եմ միատ հասկանամ այդ 20 օնքանոց խումբը, որ իրանք հրավիրել են հարցի լուծումը տալու ու 25 համարը մինչև այդ գործելու է, մինչև հարցի լուծումը չտրվի։ Ես տեղյակ չեմ տվել։ Հա, հիմա տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյան ու լինելու են կառավարության որոշ անդամներ այս հարցի լուծման համար մեզանից 20 հոգանոց խումբ են պահանջել, մեր պահանջներով, մեր դիմումներով, իրանք դալիճը տրամադրելու են, մենք գնանք մեր բողոք պահանջով, եթե չպահանջեն, ես այդ կարծիքին եմ, եթե չպահանջեն, իրանք մեր պահանջը չկատարեն, մենք հրաժարվում ենք այդ գազելներից և մեր ակցիան ավելի խորացված շարունակում ենք։